Մարդ բանական, որպես Աստծո արարած, որպես մտավորական մտքի կրող, մեզ բոլորիս հետաքրքրում էր երկու հարց. Առաջինը ինչու եւ երկրորդը ինչ։ Ինչու եղավ այսպես։ Ինչու այսօր հայազգը կանգնած է իր պատմական զարգացման թերևս ամենացածր աստիճաններից մեկի վրա եւ ինչ պետք է անել, որպեսզի մենք դա հաղթահարենք։ Այդ փնտրտուքներում պատասխանը մեր մոտ թերևս հետեւյալն էր. չկա ազգային ընտրանի, չկա ազգային էլիտա, որը որ կարողանար տալ լուծումներ, առաջարկել լուծումներ, որոնք որ ընդունելի կլինեին բոլորի համար եւ այդ լուծումների շնորհիվ կկարողանայինք մենք ավելի բարգավաճ, ավելի զարգացող երկիր, հայրենիք եւ պետություն կառուցել։ Մեզ համար այդ փնտրտուքների մեջ, անձամբ ինձ համար ազգային էլիտ, ազգային ընտրանին թերևս մի քիչ ավելի բարձր է հնչում, ես կօգտագործեի հետևյալ տերմինը՝ պատասխանատու առաջնորդություն։ Եվ ինչ է պատասխանատու առաջնորդությունը։ Դա հայրենասեր, հայրենիքի եւ ազգին անուրանելի ծառայություններ մատուցած, վաստակած շատ պետականամետ մտածողությամբ բարձր կրթական ցենզ ունեցող նվիրալ մարդկանց միավորում է, որոնք ունեն զգալի հանրային արժեք եւ գնահատանք, զբաղեցնում են կարևոր դիրքեր հասարակական կյանքում ազդեցիկ եւ քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ այլ բնագավառներում, ունակ են ձևավորել հանրային կարծիք, ազգային պետականամետ գաղափարախոսություն եւ ռազմավարություն, պաշտպանել հայ ինքնությունը եւ հայի գենետիկ կոդը, ըստ այդմ կարողություն ներազդելու եւ ուղղորդելու կառավարող համակարգի եւ իշխանությունների գործողությունները իբարս պետականաշինության եւ ազգային առաջընթացի։ Նպատակներ, ինչ նպատակներ ունենք մենք ըստ իս, դա պետական եւ ազգային շահերի, համամարտկային եւ ազգային արժեքների, հայի ինքնության եւ գենետիկ կոդի պաշտպանության, հասարակական բարեկեցության եւ առաջընթացի խթանումն է։ Պատասխանատու առաջնորդության նպատակները միշտ պետք է համահունչ լինեն երկրի եւ հասարակության ընդհանուր շահերին։ Եվ քանի որ նրանց աշխատանքները որոշում է երկրի եւ ազգի ճակատագիրը, զարգացման ուղին եւ ի վերջո ապագան։ Ինչ խնդիրներ ունենք։ Հայոց տունը մենք պատկերացնում ենք դա ընդհանուր տանիք։ Հայոց տան դռները բաց են բոլորի առջև։ Բոլորն են մտնում հայոց տան կազմի մեջ, բոլորն են այդ տան տանիքի տակ։ Ըստ մեզ այս պահին, քանի որ առաջնորդությունները եւ մարտահրավերները փոխվում են, այս պահին պետք է հետեւյալ սենյակները ունենանք, առնվազն սենյակները։ Ես ձեզ ցույց տամ մոտավորապես այդ սենյակների կառուցվածքը, հա, պետք է ունենանք հետեւյալ սենյակները՝ ազգային եւ հոգեվոր արժեքներ, ազգ, պետություն, եկեղեցի, հայ ինքնություն, համահայկական միասնություն, կարելի է փակագծերի մեջ գրել ցանցային ազգ, ազգային մշակույթ, փիլիսոփայություն, գաղափարախոսություն, դոկտրին, պետականամետ եւ ազգային, անվտանգություն, արտաքին քաղաքականություն, իրավունքի գերակայություն, տնտեսական եւ սոցիալական քաղաքականություն, այդտեղ խիստ կարեւոր է քվանտային զարգացումը, գիտություն եւ կրթություն, նորարարական տեխնոլոգիաներ դա արհեստական բանականության կիրառմամբ եւ երիտասարդություն հայրենասեր սերունդ դաստիարակելու գործընթացը։ Ես նորից կրկնում եմ, որ սա զուտ ներազգային
գործընթաց է, սա զուտ ներազգային ինիցիատիվա է եւ որևէ քաղաքական տար, որևէ հավակնություն ոչ մեկիս մոտ այստեղ նստածների մոտ չկա։ Այն սկզբունքները, ինչ որ մշակված է բնության կողմից եւ ինչ որ կիրառվում է բժշկության մակարդակում, ես արդեն դա որպես բժիշկ եմ ասում, ընդունելի եւ կիրառելի է սոցիալական մակարդակում։ Եվ որպես բժիշկ ես կարող եմ միայն հոգատարությամբ ու բժշկելու ցանկությամբ ասել, որ մեր հասարակությունը այսօր թերևս որոշակիորեն հիվանդ է եւ առողջացման կարիք ունի։ Իսկ առողջացնել հնարավոր է, քանի մեր հասարակությունը, մեր համասփյուր ազգի, մեր շահերը իրար հետ կհամընկնեն եւ կստեղծեն առողջ բջիջներ։ Դրանք պարզապես պետք է համախմբել եւ ուժ հաղորդել եւ ուղղություն հաղորդել, զարգացման ուղղություն հաղորդել այդ համախմբումներին։ Ես իմ թերևս ամենասիրած նամակներից երկուսն են։ Ես երկու դուստր ունեմ եւ երկու մեծերի նամակներ իրանց դուստրերին։ Առաջինը Չարլզ Սպենսեր Չապլինի նամակը, Ջերալդինային, եւ երկրորդը Ալբերտ Էյնշտեյնի նամակը դստերը։ Այդ երկրորդ նամակը շատ կարեւոր է։ Երբ որ մեծագույն գիտնականը ասել է, որ ինքը հարաբերականության եւ հավանականության տեսության հեղինակն է, կարողացել է դրանք հայտնաբերել, սակայն չի կարողացել ամենակարևորը հայտնաբերել, չի կարողացել սիրո ֆորմուլան հայտնաբերել։ Եվ ամենամեծ ուժը դա սերն է, եւ կլինի մի օր, ես ցիտում եմ, որ սիրո ռումբը կպայթի հասարակության մեջ եւ կոչնչացնի զազրախոսությունը, կոչնչացնի չարամտությունը եւ կլինի երկիրը, կլինի ազգը, կլինի մարդկությունը սիրո տիրապետության տակ։ Մեր սկզբունքները իբարս են եւ ոչ իհեճուկս, սիրո եւ արարչության սկզբունքները։ Շնորհակալություն։ Հաջորդը ելույթ ունենա